Պարոն Մարուքյան, Շիրակի մարզի ողբերգական վթարի դեպքի մասին մեր լրատվամիջոցը ժողովուրդը աթերթը անդրադարձել էր եւ ըստ էության երեք հրապարակեցինք, որ BMW-ի վարորդը, որը հիվանդանոցում է եւ կալանքի տակ է գտնվում, իրավապահներն են հսկում, հայրն է 3 սրտի կաթվածից մահացել։ Ինչ է կատարվում այս գործով, որտեղ փաստացի ըստ էության դեռ փորձաքննություններ չկան, 1 ամիս է անցել, ինչ է կատարում եւ ով է ի վերջո այս ողբերգական վթարի մեղավորը։ Շնորհակալություն Տնար ջան, մեկնաբանության բարձրաբանության համար, բազաբանման համար, ըստ էության ասեմ հետևյալը, մեղավորը դեռ փորձաքննություն չկա, որևէ մեկը չի կարող ասի։ Մեղավորը հանգամանքներն են, մեղավորը իրադարձությունն է, որ չգիտես ինչպես է ծավալվել, որովհետև Opel Magnish-ը, ով վթարվել եւ ամենաշատ այսպես ասած դուժել է, այդ շարքի վրա գնացել են մի քանի մեքենա, եւ 07 դեմից եղել եւ հետևից ուրիշ մեքենաներ են եղել, բեռնատարն եղել, այսինքն այն ցերկով ցույց տան, որ դիմային մասով գնացող BMW մեքենան ինչ-ինչ հանգամանքներում կտրուկ թեքվել է, դե ոչ կամերա կա, ոչ բան կա, կտրուկ թեքվել է դիմացի ու հենց հարվածել է այդ Opel-ին։ Սա, ասենք, ոչ կանխամտածված էր, որ դիտավորություն լիներ, ոչ բան, կամ դիմացի մեքենան է խախտումներ արել, կամ ուրիշ հանգամանքներ կան։ Իսկ BMW-ի վարորդն էլ ավտոմեխանիկ է։ Մի շարք հանգամանքներ կան, որ հարցականներ են առաջ քաշում եւ ըստ էության հիմա այս պահի դրությամբ BMW-ի վարորդը, որ մեղադրվում է մի բանի համար, ըստ ինձ, որ կենթանի է մնացել։ Որտեվ տեսեք, Opel Magnish-ի մեքենայի մեջ եղել է 9 հոգի վարորդն էլ հետո 8 ուղևոր եւ 9 հոգի։ Opel Astra մեքենայի մեջ։ Այո։ Դա հարցական է, այսինքն նա ինչ-որ մի տեղից եկի, ինչ-որ մի կետ գնում է, ինչ-որ մի կետից եկի, այսինքն պատրուլ, ոստիկան, ինչ-որ մեքենաներ չհանդիպեցին, այս մարդկանց ասեն, բայց փոքր մեքենայի մեջ 9 հոգի ոնց եք տեղավորել, որ տեղավորված են 4 կամ մաքսիմում 5 հոգի մարդներ կա տեղավորվել, 4 կամ 5 մարդ է տեղավորվել, 9 հոգի են եւ որոնցից 5-ը մահացել են։ Անդրադառնանք BMW-ի վարորդին, BMW-ի վարորդի մայրը կողքը նստած մահացել է։ Այսինքն ոչ մի բարակայում այդ վարորդը դիտավորություն չեր ունենա եւ չէր ցանկանա, որ իր մայրը մահանար։ Եվ ինքն էլ ամբողջությամբ ջարդված է։ Երկար ժամանակ հիվանդանոցում բարգելուց հետո մի քանի օր առաջ վերջապես որոշեցին, երբ որ հիվանդանոցից դուրս գրեցին, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն դուրս գրեցին տեղաշորող շտաբօգնության մեքենայով, որպեսզի տեղափոխեն տուն, սակայն քննիչը տեղափոխեց անմիջապես դատարան։ Ըստ էության մեղադրանքա ներկայացրել, ես ներկա չեմ եղել, ինձ տեղյակ չեմ եղել, ինձ բարձրապես որպես պաշտպանի ես շուտվանից ներգրաված եմ եղել եւ միշտ ասել եմ, իմ պաշտպանյալն եմ ասել, ասեք պաշտպան ունեք, երբ որ ձեզ կկանչեք, կներգրավեք, ես կմասնակցեմ։ Ըստ էության մեղադրանք ներկայացնելու process-ին ես չեմ մասնակցել։ Ես մասնակցել եմ միայն դատարանում, նյութերը դատարան տալուց եւ նիստից մի քանի րոպե առաջ նյութերը դրամատուրգն են ինձ, ես միջնորդությունն եմ կարդացել եւ ոսոր ասած պրոֆեսիոնալ ուսումնասիրել եմ նյութերը։ Ըստ էության իրան ներկայացրել են շտաբօգնության հիվանդանոցից շտաբօգնության մեքենայով, բերել են ամբողջ գիշեր, պահել են շտաբօգնության մեքենայի անձնակազմի հսկողության տակ, ասած շտաբօգնության մեքենայում, դատարանում, որտեղ ինքը մահճակալային հորիզոնական պարկած վիճակում է, ջարդված, կոտրված, չի կարողանում նստել, չի կարողանում կանգնել։ Անգամ երբ որ դատարանում փորձեցին գլխի հատվածը մի քիչ բարձրացնել, ցավերի պատճառով նորից հետ դրեցին, այդ վիճակով դատաքննությունը ինքը անցկացրել։ Տեսեք, այստեղ Այսինքն փաստացի սայլակի վրա պարկած վիճակում մահճակալի վրա սայլակասելը կարելի է հասկանալ նստած վիճակում էր, մահճակալի վրա պարկած վիճակում բերել են։ Ես նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին խոշտանգումների մասով բանավոր հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ գրավոր կներկայացնեմ, ինչի համար, որովհետեւ ինչ է նշանակում, ռեանիմացիայից կամ ասենք հիվանդանոցից տեղափոխեն մահճակալային պայմաններում մի ամբողջ գիշեր, մոտ 12 ժամ պահեն դատարանոյի։ Որ դատարանն է եղել պարոն Մարուքյան։ Գյումրիի դատարանում է եղել։ Այո։ Եվ դատավորն եղել է Շտոյան։
Ըստ էության դատական նիստի ընթանալու ժամանակ մի քանի, այսպես ասած, բանավեճային հարցեր եղան, երբ ես հարց բարձրացրեցի, ասի տնային կալանք տվեք, տնային կալանքի պայմաններում ձեր գործողությունները կատարեք, նաև փորձաքննության եզրակացության կստանաք։ Նույնը արվեց դատավորի կողմից, այդ հարցերը քննարկվեցին ամբողջությամբ, սակայն տնային կալանք միջնորդությունը ըստ էության մերժվեց, իմ միջնորդությունը մերժվեց, չնայած փորձաքննություն չկար եւ ի վերջո ամբողջ մեխես գործի դատատեխնիկական փորձաքննությունա, որ ասեին ով էր մեղավոր, ընդ որում իրավունք չունեմ հրապարակելու, բայց նախնական կոնկրետ տվյալ չեմ հրապարակի, կհայտնեմ, որ արագությունը ըստ գործի նյութերի 70-80-ը չի անցել։ Այս պայմաններում մեղքը որոշել, որ BMW-ի վարորդն է, չի կարելի եւ ընդհանրապես որպես պաշտպան ես կարող եմ ասել, որ մեղավոր է մի բանում, որ կենթանի է մնացել։ Գիտեք ինչ ողբերգություն է, ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, բոլորին ցավակցում եմ, վշտալի ցավակցալի դեպք է եղել։ Եվ այս դեպքի մեջ ինչքանով մեղավոր է վարորդը կամ վարորդները, այնքանով էլ մեղավոր են այն անձինք, ովքեր պարտավոր էին ստուգումներ անցկացնել, հսկողություն իրականացնել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենային, այսինքն մեքենայի մեջ ավելորդ չներ, ցեխասնոտարներ անցկացնելը, մյուս հարցեր լուծողները, սրանք բոլորն էլ ի վերջո գալու են, որ չեն կարողանալու մեղադրեն, բայց ըստ էության մեղքի զգացում ունեն այս ամեն ինչի մեջ։ Պարոն Մարուկյան, դուք նշեցիք նաև իրավապահ մարմինների բաց թողումը, փաստացի ընտանիքի անդամները հսկայական անդամներով մեքենայի մեջ են եղել, արագության գերազանցում, դեռևս բոլոր նախնական, դեռևս նախնական, այսպես ասած, գնահատական։ Ասեմ նաև, որ BMW-ի վարորդը հարբած չի եղել, խմած չի եղել, զրո է եղել, խմածության արդյունք։ Իսկ նախկինում ինքը որևէ քրեական գործով անցել է, պարոն Մարուկյան։ Ես այդպես չի դիմանում։ Իրավիճակը հիմա ներկայային այնպիսին է, որ ըստ էության օրերս նկատեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետես նախընտրական այս քարոզարշավի ընթացքում հայտարարեց վարորդներին, այն վարորդներին, որոնք զրկված են եղել 1 տարի շարունակ վարորդական իրավունքից, որ առանց քննության կարող են վարորդական իրավունք ունենալ։ Դուք հիմա այս իրավիճակը ձեր աչքի առաջ ունենալով սա որքանով ըստ էության հասկացած եք։ Դուք ասացիք, որ նաև կա նա իրադարձություն, որ իրավապահ մարմինների մասով ասացիք, ես չեմ կարող, փաստ չունեմ, որ իրավապահ մարմինները ֆիքսել են, բայց ես ասում եմ, որ BMW-ն A կետից գնում էր B կետ։ Այդ ժամանակահատվածում այսօր մենք տեսնում ենք, բոլորս էլ մեքենա ենք վարում, տեսնում ենք, որ վարորդները ամեն 5-10 րոպե, այսպես ասած, տևողությամբ առնչվում են բարեկների մեքենաներին։ Ես ենթադրաբար եմ ասում, որ միթե այդ ճանապարհին բարեկի մեքենա չկար, կամ միթե որևէ մեկը չտեսավ, չարձանագրեց, չարձագանքեց։ Այսօր Փառք Աստծո հասարակությունը այն գիտակցության աշճանա, որ մի փոքր սարֆետք անգամ պատուհանից դուրս են գցում, նկարում են, հայտնում են, էս են անում, են անում։ Դա նյուժելի կամ միթե որևէ մեկը չհայտնվեց այս ճանապարհին, որ ասել էս Opel մեքենայի մեջ, որտեղ առավելագույնը 5 հոգի կտեղավորվել, վարորդներ հետ 9 հոգի մարդ կա։ Իսկ ձեր պաշտպանյալը ինչ ցուցմունք է տվել, պարոն Մարուկյան։ Իմ պաշտպանյալը դեպքի մասին ոչինչ չի հիշում եւ ցուցմունք չի տվել։ Իմ պաշտպանյալը ցավերի մեջ չի կարողանում ոչ մի բան ասել, ոչ մի բան հայտնել։ Այս պահին սա է իրավիճակը։ Երբ կկազդուրվի, երբ ի վիճակի կլինի խոսել, ես ձեզ խոստանում եմ, որ կարձագանքենք եւ ձեզ իրազեկություն, այսպես ասած, կանենք, իրազեկում կանենք, որի արդյունքում դուք կարողանաք նաեւ ձեր մեկնաբանությունները օբյեկտիվ ներկայացնել հանրությանը։